Ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, եւ այն ինչ որ նա կարծում է թե ունի, նրանից կվերցվի։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այս տողերը մեր այսօրվա ավետանական ընթերցանությունից են վերցված, որը Ղուկասի ավետարանի 8-րդ գլուխն է։ Եվ հետաքրքիր է, չէ, ընդհանրապես քրիստոնեությունը տալու մասին է, աղքատներին տալու, կարիքավորներին օգնություն տալու, բայց այս տողերը կարծես թե պարադոքսալ մի իրականության առջև են մեզ կանգնեցնում։ Ասում է, ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, եւ այն ինչ որ նա կարծում է թե ունի, այդ էլ նրանից կվերցվի։ Հասկանալու համար այս տողերը պետք է ընդհանրապես նայել, թե ինչ դրվագ է այս տողերին նախորդում, Սերմնացանի առակը, որտեղ Հիսուս Քրիստոս պատմում է այն մասին, որ երբ Սերմնացանը սերմեր է ցանում, մի տեղ դրանք չեն բուսնում, իսկ մի այլ տեղ բուսնում են մեծ քանակությամբ։ Եվ այդ սերմերը առակի մեջ Աստծո խոսքն են խորհրդանշում։ Երբ մենք ընդունում ենք այդ սերմերը, դրանք մեր մեջ բազում պտուղներ են տալիս։ Երբ մենք չենք ընդունում եւ հրաժարվում ենք այդ սերմերից, դրանք չորանում են եւ պտուղ չեն տալիս։ Եվ այս խոսքերից հետո է, որ Հիսուս Քրիստոս ասում է, ով որ ունի, նրան կտրվի։ Այսինքն ով որ Աստծո խոսքը ընդունի իր մեջ, ավելիով կստանա Աստծոց, թե օրհնություն, թե ողորմություն եւ թե շնորհներ այդ խոսքը աճեցնելու, զարգացնելու եւ այդ մարդու միջից դուրս հանելու համար։ Իսկ ով որ չունի, ով որ չի վերցնում Աստծո խոսքը, ով որ հրաժարվում է Աստծո խոսքից, անգամ եթե կարծում է թե Աստծո հետ մտերմություն ունի, անգամ եթե կարծում է թե Աստծո հետ հարաբերություն ունի, Աստծո խոսքը կա իր մեջ, այն ինչ որ կարծում է թե ունի, այդ էլ նրանից կվերցվի։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, մեր հավատքի մեջ պիտի զգոն լինենք, պիտի ուշադիր լինենք, ինքներս մեզ երբեք չխաբենք, Աստծուն էլ չփորձենք խաբել եւ մարդկանց էլ չփորձենք խաբել։ Մենք պիտի գիտակցենք, որ մենք հող ենք, որի վրա ցանվում են Աստծո սերմերը։ Եթե մենք այդ սերմերը ընդունում ենք, դրանք աճում են եւ քանի որ աստվածային սերմեր են, Աստծո իմաստությունն է, Աստծո խոսքն է, դրանք բազում պտուղներ են տալիս։ Եկեք մեր գործերով դառնանք պարարթող այդ սերմերի համար, որպեսզի այն ինչ որ ունենք, այն ինչ որ ստանում ենք Աստծուց, պտղաբերի ավելիով, քան կարող էր պտղաբերել։